Կարծում եմ ձեզանից ոչ ոք պատրանք չունի, որ միջազգային հանրության ջանքերին ապավինելով մենք կարող ենք մեր երկրում հաստատել ժողովրդավարություն եւ ազատություններ։ Դուք բոլորդ էլ շատ լավ հասկանում եք, որ դա մեր հայ ժողովրդի գործն է։ Ոչ ոք ազատությունը եւ իրավունքները հենց այնպես չի տալիս։ Մարդկության պատմությունը միշտ ապացուցել է, որ ազատ հասարակություն ձևավորվում է այն ժամանակ, երբ որ ժողովուրդը ինքը ընդվզում է եւ իր ազատությունը վերցնում է իր ձեռքը։ Բայց 5 տարի տանելով այս, եթե կուզեք, ազատագրական պայքարը, որտեղ սա պայքար է իսկապես մեր ազատության համար, մեր հայ ժողովրդի ազատության եւ սահմանադրական իրավունքների համար, մենք այնուամենայնիվ շատ կարևոր ենք համարում, որ այս ջանքերի մասին տեղյակ պահենք միջազգային հանրությանը։ Առավել ևս, որ անդամակցելով Եվրոպայի խորհրդին Հայաստանը իր վրա միջազգային պարտավորություններ է վերցրել հարգելու մարդու իրավունքները եւ ժողովրդավարական ազատությունները։ Հենց անցյալ նստաշրջանին, որին ես մասնակցել եմ որպես պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդական վեաժողովը ընդունել է մի նոր բանաձև քաղբանտարկյալների սահմանման մասին բանաձևը։ 5 չափանիշ են սահմանել, թե ով են համարվելու քաղբանտարկյալներ։ Մենք տեղեկացրել ենք նաև Եվրոպայի խորհրդին, որ բոլոր այդ 5 չափանիշներով մեր 4 տղաները լրիվ համապատասխանում են քաղբանտարկյալի սահմանած չափանիշներին։ Եվ հիմա Եվրոպայի խորհուրդը կոչ է արել բոլոր այն երկրների իշխանություններին, որտեղ նման քաղբանտարկյալներ կան, վերանայել դատական վճիռները։ Շուտով կայանալու է վճռաբեկ դատարանի վճիռը մեր տղաների գործով։ Եվ ես կարծում եմ, բոլորդ ինձ հետ համամիտ եք, որ շատ կարևոր է, որ մենք նաև Եվրոպայի խորհրդի հենց նույն Եվրոպայի խորհրդի, որը այդ բանաձևը ընդունել է եւ կոչ արել բոլոր իշխանություններին վերանայել դատավճիռները, եւ այսպես շատ կարեւոր է, որ մենք այս տեղեկությունը ոչ միայն հասցնենք Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին, այլ նաեւ ցույց տանք, որ այս պահանջների հետևում կանգնած է ժողովուրդ։ Սիրելի հայրենակիցներ, մենք հանդիպումներ ունեցել ենք Եվրոպայի խորհրդի հետ, պաշտոնյաների հետ, Տեր-Պետրոսյանը հանդիպել է գլխավոր այդ քարտուղարի հետ, այս ամեն ինչը նրանց ասվում է, այնուամենայնիվ այս հարցերը հնչում են, քննարկվում են այնտեղ։ Բայց մենք այսօր մեր գործը Եվրոպայի խորհրդի հետ ավարտեցինք եւ հիմա սկսվում է մեր գործը, որ մենք պետք է անենք, մեր ժողովուրդը պետք է անի, մեր ժողովուրդն է, որ կարող է Հայաստանում վերականգնել ժողովրդի իշխանությունը եւ ազատությունը։ Պատրաստ եք այդ պայքարի համար։ Եվ ես ցանկանում եմ, կարծում եմ բոլորի ցանկությունը, որ մենք մեր եռանդուն երթով ցույց տանք մեր հասարակությանը, որ քաղաքացիական ակտիվ հատվածը մեր ժողովրդի պատրաստ է